Գիտեք, ես նայում եմ, երբ որ նայում եմ Նիկոլ Փաշինյանի այս վերջի օրերի բեմականացումը, ինքը մետրո է նստում, ինքը ավտոբուս է նստում, բնականաբար բոլորս էլ գիտենք, որ այդ մետրոյի մասովկան էլ ընտրված է ժողովրդի սուրճ, մենք բոլորս էլ հասկանում ենք, չէ, որ դա շատ ով որ բեմադրել է, այդ էժան, այդ ձիշովի, այդ ձյոշ, այդ բառն էլ ասում եմ, այդ խայտարակ ձյոշ բեմականացումները, որ ընտրում եք ինչ-որ, այսպես ասած, ժողովրդի ծոցից ելած կանանց, ինչ-որ հասարակ հագուստներով գետինը մտնեք, ձիշովկեք, ասում եմ, գետինը մտնեք, ձիշովկեք, գնացեք ձեր պրոդյուսերներին, ձեր ռեժիսորներին, ասեք, որ այդքան մի անարգեք ժողովրդին, մի մտածեք, որ ձեր դիմաց անասուններ և ոչխարներ են նստած, որ այդ էժանագին բեմականացումներով, երբ որ ամբողջ տարածքը մաքրում են, նայում ես այդ խցանված մետրոներում և խցանված ավտոբուսներում գրեթե մարդ չկա և հանկարծ հայտնվում է ժողովրդի ծոցից ելած մի հատ տիկին և սկսում է Նիկոլի հետ քննարկել օրվա կենցաղային հարցեր, անգամ Կիմ Չիր-ինը այսքան ձիշովի բեմականացումներ չի անում, որ իբր իրան գրկում են Կիմ Չիր-ինին, անգամ ինքը այս աստիճան չի իջնում, Նիկոլ ես ուր ես իջել, Նիկոլ ես ինչ է կատարվում քո հետ, ես զարմանում եմ, ես 10 տարի քո հետ աշխատել եմ, բայց ես չեմ պատկերացրել, որ դու կարող ես թույլ տաս Կիմ Չիր-ինի, Ստալինի, Բրեժնևի ոգով ձյոշ բեմականացումներ անեն, ամոթ է, ուշքի արի, ես ուր ես հասել դու, ես ինչքան ես անկյալ, ինչքան ես ընկել դու, սա զարհուրել է և իրանց թվում է, թե կա հասարակության մեջ մի սեգմենտ, որը ես ձյոշ բեմականացումներին կներեք, հենց այդ բառովը դա ձիշովի էլ չի, ձիշովկայություն էլ չի, դա հենց ձյոշ է, հասկանում եք, բեմականացումներին հավատում է, ամոթ է, բոլորը ծիծաղում են, բոլորը ղժում են, Նիկոլ, ասեմ, քո էլեկտորատին հասկանալի լեքսիկոնով, բոլորը ղժում են, իսկ մեր նման ադեկվատ մարդիկ պարզապես խղճում են քեզ, ուղղակի խղճում են քեզ, որ դու հասել ես այդ վիճակին, որ կառչել ես այլևս էժանագին, ժողովրդի հայր բեմականացումից